Պարոն Առաքելյան, նախ սպասելի էր ապրելու երկրի համար, որ քաղաքացիական պայմանագիրը չէր մասնակցելու նիստին, վերջո Դե իրանց որոշումն է, իրենք տենց ընդմիջումներում են միշտ նաև այս ամիսների ընթացքում նիստերի մասնակցում չունենք մեկնաբանություն, այն դեպքում մեր խմբակցությունը մեծամասնություն է կազմել եւ մեծամասնության կողմից ընտրություն է տեղի ունեցել այդ մասով իրենց որոշումն է, որովե այլ տեղեկություն չունենք։ Պարոն Առաքելյան, ինչ եք կարծում Ադրբեջանի կհաջողվի այս ճգնաժամային վիճակը, որտեղ ինչպես հասկանում ենք բախումները շարունակվում են ոչ այդպես սպանությունների ձևով, բայց ծեծ, գերեզմանակար ջարդել եւ այլն, կհաջողվի իրավիճակը հանդարտեցնել, աշխատել ավականու Մեր թիմի մոտ որևէ լարվածություն, որևէ խնդիր չկա, իհարկե մտահոգությունները բավականին մեծ են նաև համայնքի բնակիչների։ Ծանր է իհարկե Վալոդիա Գրիգորյանի բացակայությունից հետո աշխատել, բայց նաև այն ծրագրերը, այն գաղափարները, որ ուներ Վալոդիան, դա մեզ պարտավորեցնում է ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ, ամբողջ թիմը, կուսակցությունը նոր համայնքի ղեկավարի կողքին է եւ համայնքի բնակիչներին տրված բոլոր այն խոստումները, այն սպասումները, որ նրանք ունեն, իրականացվելու են։ Տեղյակ չեմ, իրապահ մարմինների աշխատանքն է դա, այդ տեսանկյունից այս պահին մեկնաբանություններ չունեմ։ Տեղյակ չեմ, ճիշտ ասած։ Այսինքն եղել է Գրիգորյանի թիմակիցների եւ Աղբյուրյանի։ Տեղյակ չեմ, տեղյակ եմ այնքանով, ինչքանով մամուլ, տենց ինչ որ էական միջադեպ ամեն դեպքում համայնքի բնակիչների հետ առավոտյան զրուցելուց չեմ տեղեկացվել այս պահին, որովհետեւ լարվածություն չկա, բնական է, որ ինչ որ անձանց մոտ կարող է ինչ որ էմոցիոնալ ինչ որ վարքագիծ դրսևորվի, բայց իհարկե համայնքի մթնոլորտը ծանր է Վալոդիա Գրիգորյանի կորստից հետո, բայց այն տպավորությունը, որ ինչ որ երկու կողմերի մեջ ինչ որ լավ նախ երկու կողմ հասկացությունը մի քիչ տես չափազանցած է, առավել եւս Մերձավան համայնքում Վալոդիա Գրիգորյանի նրա ընտանիքի, նրա թիմի հեղինակությունը այնքան բարձր է, որ տենց ինչ որ թիմեր ասելու կարիք չկա, այնտեղ էլ եւ 25 թվականին եւ 21 թվականին 80%-ից ավել ձայն են հավաքել, հետեւաբար այդ ինչ որ ներթիմային լարվածության մասին խոսք չկա, կարող է գյուղում ինչ որ անհատներ կան, որ այլ վարքագիծ են դրսևորում, հույս ունեմ, որ իհարկե մարմինները դրանով կզբաղվեն, դա բացառապես իրենց գործառույթն է։ Ուժեղապահները հայտարարել են, որ սպանությունը բացահայտված է եւ այնուամենայնիվ գոհացրեց այն նախաքննությունը եւ ընդհանրապես այս բացահայտումը դուք համարում եք լիարժեք իրականացված։ Ոչ, սպանությունը բացահայտված չէ, ենթադրյալ սպանություն կատարող անձի բացահայտումը կամ խոստովանական ցուցմունքները չի նշանակում հանցագործության բացահայտում, ակնհայտ է, որ եղել է կազմակերպված պլանավորած սպանություն եւ բազմաթիվ հարցեր կան, բազմաթիվ մտահոգություններ կան, որ իհարկե համակարգը պետք է զբաղվի, ովքեր են աջակցել սպանությանը, ովքեր են կազմակերպել, հնարավոր է նաև պատվիրատուներ լինեն, առնվազն չեմ բացառում, որ կարող են նաև այլ անձինք տեղեկացված լինեն սպանության մասին, որովհետև իրապահ մարմինների տրամադրված տեղեկատվությունը նաև խոսում էր այն մասին, որ սպանությունից մի քանի ամիս առաջ Շվանից սկսվել էր նաև նախապատրաստական աշխատանքներ պլանավորում, ինչը մեզ մոտ բնական մտահոգություն է առաջացնում, որ առնվազն տեղեկատվության մակարդակով այլ անձինք նույնպես ներգրաված են, այդ ուղղությամբ իրապահները մեծ աշխատանք ունեն անելու եւ մեկ անգամ եւս հորդորում եմ ավելորդ քաղաքական հայտարարություններ առավել եւս դատարանի գործառույթ չիրականացնեն, հանցագործությունը կբացահայտվի, երբ որ կլինի դատարանի վճիռ։ Պարոն Առաքելյան, գալով ավականու այս նիստին, հնարավոր է այս բոյկոտը, որ չեն ներկայանում մյուս խմբակցությունները, ճգնաժամի վերի օրենքի տեսանկյունից կպարտաբանեք, այսինքն լուծ արվի նոր ընտրություններ լինելին չէ։ Չէ, նման խնդիր չկա, Փառաքարավանքի ավականին բաղկացած է 21 անդամից, մեր թիմը ունի 12 մանդատ, որը մեծամասնություն է կազմում, ինչպես այսօր 12 ավականու ներկայությամբ տեղի ունեցավ նիստ, հույս ունեմ, որովհետև նախկինում եղել է հիմա ավականու անդամների մի մասը մյուս խմբակցությունների գալիս է, մի մասը չի գալիս, այսինքն տենց այս ընթացքում որ տենց կազմակերպված բոյկոտի դրսևորում չի եղել, հիմա ակնհայտ էր, որ ավականու կազմից համայնքի ղեկավարի ընտրության ելքը կանխորոշված էր, հաշվի առնելով, որ մեր թիմը ուներ մեծամասնություն տրամաբանական էր, ենթադրում կարող է
այդ տեսանկյունից նիստին մասնակցելու ցանկություն չեն հայտնել, բայց ավականու աշխատանքների շրջանակներում այդ մարդիկ էլ իրենց ձայնն են ստացել, հուսով ենք կգան, բայց եթե նույնիսկ չգան, իրավական տեսանկյունից մեր թիմի մանդատները լիովին բավարարում են ավականու նիստերը անցկացնել եւ որոշում ներկայացնել։ Սակայն նրանց մանդատները բացակայելու հիմքով վերցնելու, զրկելու Ու այս պահին նման հարց չի քննարկվում, հույս ունենք իրենք կգան նիստերին, մեր նպատակը ավականու նիստերին համայնքի շահերից բխող որոշումներ կայացնել։